Պարոն Մելքումյան 3 տեղի ունեցավ կոնսենսուսի շուրջ, այսպես ասած, փաստաթղթի ստորագրում։ Ձեր կուսակցությունը նույնպես մասնակցեց եւ կողմ է փաստորեն այդ կոնսենսուսին։ Մինչդեռ շատ պատգամավորներ եւ նաեւ քաղաքասարակությունը փաստորեն դժգոհություն ունի եւ դեմ է այս կոնսենսուսին։ Սա կոնսենսուս է, թե կոնսենսուս չէ։ Երբ քաղաքասարակության ներկայացուցիչները ներգրաված չեն, մինչդեռ օրինակ մենք 4+4+4 ֆորմատում նաեւ նրանց ներգրավվածությունն ունենք։ Սա կիսատ կոնսենսուս չէ։ Ասեմ, ուրեմն հարցը շատ տեղին է, բայց նաև սև ու սպիտակով եք տալիս, սա է, թե նա է։ Ուրեմն ասեմ հետևյալ կերպ, ուրեմն այն խնդիրները, որոնք դրվել են այդ այսպես կոչված 4+4+4-ի ձևաչափի մեջ քննարկման համար, այդ խնդիրների շուրջն է ձեր գրվել համաձայնություն, բայց չէ որ դրանցից դուրս էլ խնդիրներ կան։ Հա, այսինքն 5 խնդիրները դուք հիշում եք, որ դրվեց այդ թվում ցուցակների հրապարակում եւ այլն, դրանց շուրջն է, որ կայացվել է որոշում, այսինքն 5-ից 4-ը ընդունվել են, հիմա չթվարկեմ, ասենք թե։ Սակայն այսօր մենք մեդիա կենտրոնում տվեցինք նաև 4-ի 5-ի շրջանակներում որոշակի մեկնաբանություններ, ես ասեմ, որ հիմնական չհամաձայնեցված մասը մնում է այսպես կոչված այդ ռեյտինգային ընտրակարգի եւ բաց եւ փակ ցուցակների խնդիրը։ Հիմա սա գաղափարախոսական, այսինքն ընդհանուր մոդելն է։ Ես մի անգամ sense միտք հնչեցրեցի, ոնց որ շենքի ճարտարապետությունը ընդհանուր առմամբ կոնսենսուսի է եկել։ Այո, բայց կոնստրուկտորական մասերը, ասենք այս բալկանների սյուների ամրացման, այսպես կոչված այս թռիչքային բաների ամրացման, դրա շուրջը խնդիրներ կա։ Հիմա ասենք օրինակ իմ կարծիքով լավ կլիներ ոչ թե 13 ընտրատարածքներ, ասենք գոնե 6, 7, 5, որպեսզի քաղաքական կոմպոնենտը մեծանար, վարչական ռեսուրսը հետ գնար, հա։ Այսինքն սա է, եւ երկրորդը, որ ես միշտ ասեմ, իսկ ինչա, դուք կարծում եք, որ երկրում կարող են շատ բաներ վատը լինել կամ լավը չլինել, այդպես մեղմ ասած, բայց առանձին վերցրած ուրեմն ընտրությունները լավ անցնեն, իհարկե ոչ, ինչքան կարողանանք, այնքան կլինի սա մեկ, եւ երկրորդ, իսկ ինչ եք կարծում ուրիշ ոլորտներում, տնտեսական, սոցիալական, անվտանգության, ինչա, լավ օրենքներ չկան, բացարձակ շատ լավ օրենքներ, բայց ոնց են դրանք կատարվում, այսինքն կարող ես դու ունենալ լավ ընտրական օրենսգիրք, բայց ընտրական գործընթացի կազմակերպումը չկատարվի նենց, ոնց որ պետք է։ Բայց ընդհանուր առմամբ սա քայլ է, 1-2 քայլ առաջ է։ Կատարյալ բան չի, բայց քայլ է, որի շուրջը ինչ որ բանակցել ենք, եկել ենք ինչ որ հայտարարի։ Այսինքն կոնսենսուս է, բայց նաև կիսատ կոնսենսուս է, պարոն Մելքումյան։ Այն հարցերը, որոնք դրվել են այդ ձևաչափի շրջանակներում քննարկելու համար, 80%-ով հասել են։ Հիմա այս դեպքում մենք կարող ենք արդյոք ասել, որ 75%-ով մենք ունենք ընտրության թափանցիկություն։ Օրենսգրքում այս փոփոխությունները ներառել։ Այսպես օրինակ Լևոն Զուրաբյանը։ Ասեմ, ես այսպես կգնահատեմ։ Պատկերացրեք, հիվանդը ունի տարբեր հիվանդություններ։ Ասենք ունի 10 հիվանդություն, դրանից 8-ը բուժում եք, 9-րդը կիսա, 10-րդը ընդհանրապես չի բուժվում։ Էլի հիվանդա չէ մնում հիվանդը։ Նույնն է սա, ասենք դու կարող ես ամեն ինչ արտաքուս դիզայնը, ճարտարապետությունը լավ անել, բայց մնա 1-2 չլուծված հարց, որը էականորեն ազդի։ Սա կյանքն է ցույց տալու, թե ինչքան քաղաքական կամ կլինի այս եղած կոնսենսուսի շրջանակում բավարար ընտրական գործընթացը կյանքը ցույց կտա։ Ամսի 27-ին ամեն դեպքում դուք բոլորդ միահամուռ արտահերթ նիստում, որ ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Իհարկե։ Այս մասով կանենք, բայց հետո հայտարարում են ուժերը, որ միգուցե շարունակեն կիսատ մնացած հարցի շուրջը հետագայում։ Ինչ է կարծում, քաղաքասարակությունը ինչու հրաժարվեց, երբ սկզբից մասնակցում էր, բայց փաստորեն իր համար անընդունելի եղավ եւ քաղաքական ուժերի մեջ եղավ։ Ասեմ, քաղաքասարակությունը նախ եւ առաջ շատ կարեւոր, ուրեմն գործոն է։ Ես պետք է հետեւյալը ասեմ, որ քաղաքասարությունը միանշանակ չպետք է օտարվի քաղաքական ուժերից, ոչ էլ քաղաքական ուժերը քաղաքասարակությունից, որովհետեւ քաղաքասարակությունը երևի շատ ավելի լայն ֆորմատով էր նայում հարցերի շրջանակը, բայց դա քաղաքասարայության իրավունքն է, իրան պետք է հարցնենք։ Ես կարծում եմ, որ նրանք էլ ինչ որ մի պահի կգան, ինչ որ մի հանգրվանի, այդպես է կյանքը։ Չի ստացվում արդյոք, որ իշխանությունը հերթական անգամ կարողացավ ընդդիմությանը հաղթել, պարոն Մելքումյան, չէ, չեմ կարծում։ Սա երկուստեք գործընթաց է, եկեք նոր մշակույթ էլի փորձենք առաջ տանենք։ Սա հաջողված բան եմ համարում, ըստ երևույթին իշխանությունը հասկացավ, որ ընդդիմության հետ կոնսենսուսի գնալու դիվիդենդը ավելի մեծ արժեք ունի, քան դրա չընդունելու պարագայում ստեղծված ապագա վիճակը կլինի։ Բայց գուցե այստեղ կոնկրետ գումարային շահերի նկատի ունեմ Եվրամիությունից ստացվող։ Չէ, գիտեք ինչ, եւ մենք բոլորը շահագրգռված ենք, որ եթե էլեկտրոնային գրանցում լինի, մատնահետքերը նույնականացվեն եւ ոչ մեկ անգամ լինեն, չէ։ Սա նորմալ գործընթաց եմ համարում։